Պատմության մութ պատերը շարքի մեր հերթական զրույցը ավազի ժամացույցի ներքո մենք այսօր նվիրելու ենք պարին։ Պարը մարդկային պատմության ամենահետաքրքիր և ամենախորագույն վկաներից մեկն է։ Պարը կարող է պատմել մեզ մեր պատմության մասին։ Պարն ինքը պատմություն է։ Պարի մեջ մարդիկ արտացոլում են իրենց կյանքի և մահվան, իրենց երազանքների, վախերի, իրենց գոյության երեք հիմնական տեսակները. դա պատերազմն է, աշխատանքը և սերը։ Պարի մեջ մարդիկ հազարամյակներով պատմում են նույն պատմությունը, ինչպես են իրենք ստանում իրենց հաց հանապազոր, ինչպես են նրանք աշխատում, ինչպես են նրանք զբաղվում սիրով և ինչպես են նրանք պայքարում, պատերազմում, կռվում։ Այդ երեք հիմնական թեմաների միջև միջոցով նաև կրկնում եմ տարբեր ազգերը դարեր շարունակ պատմում են իրենց պատմությունը։ Եթե մենք ցանկացած հայ աղջկան, 3 տարեկան աղջկան խնդրենք հայկական պար պարել, ինչ կանի նա, ինչ կանեք դուք, ինչ եք պատկերացնում, երբ որ դուք լսում եք հայերեն պարել, հայկական ոճով պարել։ Համաձայն եք, որ դա նախ և առաջ աղջիկների ձեռքերի յուրահատուկ շարժումներն են, չէ՞։ Բոլորդ տեսել եք դա, բոլորդ երևի ակամա, բնազդորեն, կին լինի, թե տղամարդ լինի, պատկերացնում եք այս շարժումը։ Իսկ գիտեք դա ինչ է նշանակում։ Դուք չեք տեսնի դա համարյա որևէ ազգի, չէ, իհարկե բացառություններ կան, նման բաներ դուք կարող եք տեսնել մասամբ հնդկական պարերում, որոնք մի ամբողջ յուրահատուկ լեզու են մշակել շարժումների միջոցով, բայց հայերեն այս առումով իսկապես գրեթե եզակի է։ Այս շարժումը ոչ ավել ոչ պակաս պտուղները ծառից կամ խաղողի վազից քաղելու շարժում է։ Եթե դուք ապրել եք գյուղում, եթե դուք գիտեք ինչպես են պոկում խնձորը, ծիրանը, դուք երբեք այսպիսի շարժումով չեք պոկի։ Դուք միշտ պտտելու եք պտուղը, որպեսզի պոչիկը մնա վրան, քանի որ այդ դեպքում պտուղը ավելի լավ է պահպանվում։ Կարծես թե ինչ կա դրա մեջ։ Կարծես թե դուք չեք գիտակցում, երբ որ պարում եք այսպես, բայց այդ շարժումը մեր մեջ, ձեր մեջ հազարամյակներ շարունակ պահպանվել է, որովհետև դա պատմում է մեր աշխատանքի տեսակներից մեկի մասին։ Երբ որ սլավոնական պարերում դուք տեսնում եք, որ կանգնած է կանանց շարքը և իրենք խոնարհվում են, դա էլ է ծիսական, դասական, ավանդական մի շարժում, ում են նրանք խոնարհվում, ինչպես եք կարծում, ինչի են իրենք ժամանակ առ ժամանակ գլուխը իջեցնում մինչև գետինը։ Դա իրականում նույնպես աշխատանքի տեսակ է, որովհետև նրանք խոտ են քաղում, հենց այսպես շարքով գնալով, ցորեն թե գարի, տարեկան թե որևէ այլ բան, իրենք ցույց են տալիս ինչպես է ժողովուրդը քաղել խոտը, նույնպես ուտելիք, հաց հանապազոր ստանալու համար։ Երբ դուք տեսնում եք ինչպես են օրինակ իռլանդական կամ ուկրաինական պարերում ոտերով հարվածում գետնին, դա խաղ չէ, դա էլ է աշխատանք, որովհետև այդպես ցորենը կամ գարին առանձնացնում են պոկված խոտից։ Այսինքն դուք երևի համոզվեցիք, որ պարը դա խաղ չէ, դա շատ լուրջ ծես է, որով մարդիկ աստվածացնում են, սրբացնում են աշխատանքը, քանի որ այդ աշխատանքից կախված է նրանց կյանքը։
Եվ իսկապես բարի միջոցով կարելի է շատ բան ոչ միայն պատմել, այլ նաև հասկանալ, եթե մենք կարողանում ենք թարգմանել, վերծանել պարը։ Ինչ կարելի է օրինակ ասել հայ ժողովրդի մասին, նայելով Քոչարի կամ Բերդ տղամարդկային պարերը։ Կարելի է կռահել, որ դա պատերազմական, ռազմական պար է, եւ տղամարդիկ ցույց են տալիս իրենց զինվորական շարքը, կարգը, բայց Բերդ պարը հուշում է մի պատմական ճշմարտություն, որը միանգամից անում է շատ ու շատ հարցեր։ Բերդ պարը ցույց է տալիս նախ եւ առաջ, որ հայերը հնագույն նստակյաց ժողովուրդ են, որը բերդեր է կառուցել։ Իսկ ինչով են տարբերվում մեր պես նստակյաց ժողովուրդները քոչվորներից։ Բանն այն է, որ քոչվորները բերդեր չեն կառուցում, որտեղ նրանք անընդհատ շարժվում են, նրանք ապրում են իրենց ոչխարների հոտերի ետևից շարժվելով։ Իսկ մարդիկ, ովքեր աշխատում են հողի վրա, հողագործ ազգերը, հայերի պես, նրանք բերդեր են կառուցում պաշտպանվելու համար քոչվորների ասպատակումներից, որովհետև մենք ոչ միտեղ այս հողից չենք պատրաստվում գնալ։ Ահա ինչու Թուրքիայում, իսկ հիմա նաև Ադրբեջանում մնացած մեր բերդերը, ամրոցները վկայում են մեր պատմության մասին, վկայում են այն մասին, որ դա մեր հողերն են, որ մենք այնտեղ ապրել ենք հազարամյակներով։ Պարը իսկապես եզակի մի տեսակ է մարդկային գործունեության, որովհետև դա, կրկնում եմ, ոչ այնքան խաղ է, թեև նաև իհարկե խաղ է, ոչ միայն զվարճանք է, թեև իհարկե նաև զվարճանք, դա նախ եւ առաջ ծիսակատարություն է։ Եվ եթե մենք այս մեր զրույցների հակիրճ ձևաչափով փորձենք շարժվել առաջ շատ արագ, ապա մենք կտեսնենք, որ գյուղական պարերը գրեթե չեն փոխվել հազարամյակների ընթացքում, որովհետև հազարամյակներ շարունակ գյուղացիների աշխատանքը, հողագործի աշխատանքը մնում էր շատ թե քիչ նույնը։ Իհարկե, դա էլ էր ձևափոխվում եւ մարդիկ սովորեցին իմիջիալոց հայկական լեռնաշխարհում, հայոց լեռնաշխարհում ժայռապատկերների վրա դա ֆիքսվել է, ինչպես են ընտելացվում կենդանիները։ Փառք Աստծո, պատերազմից 44-օրյա պատերազմից հետո մեզ հաջողվեց չզիջել թշնամուն Հայաստանի կարևորագույն վայրերից մեկը Ուխտասարը, որտեղ հազարավոր, հազարամյա ժայռապատկերներում պատկերված է մեր ժողովրդի եւ ողջ մարդկության հնագույն պատմությունը, եւ այնտեղ կարելի է տեսնել որսի, աշխատանքի, բարի, սիրո, աստղագիտության, կենցաղի զարմանալի, անհավանական վկայություններ քարի վրա։ Ես հիշեցի դա, որովհետև բարի հետ առաջանում է նաև երգը, բայց երգի մասին մենք այսօր չենք խոսի, ես պարզապես հիշեցնեմ, որ դա իրականում մի համալիր է, համակարգ է, պարել ու երգել, դա յուրահատուկ աղոթք է, առաջին աղոթքներից մեկը, բայց եթե հողագործի աշխատանքը եւ հետեւաբար նրա պարը, որովհետեւ պարը արտացոլում է աշխատանքի տեսակը, բավական պահպանողական եւ ավանդական է եղել դարեր, հազարամյակներ շարունակ, ապա քաղաքներում հավաքած մարդիկ իրենց պարերով ցույց են տալիս եւ պարերը պահպանում են կյանքի, աշխատանքի ոճի, սեփականության առաջացման, ընտանիքի եւ հետեւաբար սիրո պատմությունների փոփոխությունը դարերի ընթացքում։ Եկեք փորձենք տեսնել ինչպես է դա կատարվում։ Եվ այսպես պատկերացրեք ֆեոդալական ժամանակաշրջան, Հայաստանում դա սկսվում է մոտավորապես 7-րդ, 8-րդ դարերից, պատկերացրեք Ամբերդ ամրոցը,
կամ նման բազմաթիվ այլ ամրոցներ մեծ հայքում, փոքր հայքում, կամ եվրոպական մի քաղաք, որի կենտրոնն է ամրոցը եւ տաճարը, դա արդեն 10-11-րդ դարերն են, եւ պատկերացրեք պարահանդես, ավանդական մի ծես, որի կենտրոնում տիրակալի, կոմսի կամ իշխանի ընտանիքն է եւ նա ցուցադրում է իր արքունիկին, հյուրերին, բարեկամներին, թշնամիներին իր հզորությունը, իր սեփականությունը։ Իսկ սեփականությունը դա նախ եւ առաջ տարածքն է, ամրոցը, որը խորհրդանշում է դա, եւ կինը, որը հագնված է ամրոցի պես։ Նրա շրջազգեստը շատ լայն է, այնպես ինչպես են մեծ լայն ընդարձակ բերդի պատերը, որ նրան դժվար լինի մոտենալ անգամ ամրոցին եւ կնոջը։ Կինը հարյուրավոր կոճակներով է կոչկված, նա գրեթե անմատչելի է ինչպես ամրոց, եւ իշխանը, բդեշխը, կոմսը, մարկիզը ցուցադրում է իր հզորությունը այս պարահանդեսում։ Պարը շատ յուրահատուկ է։ Հիմա ես չեմ թվարկի պարի անվանումները, նրանք ձեզ այս պահին շատ բան չեն ասի, բայց շարժումները շատ զուսպ են եւ պարը ավելի շատ նման է ասպետական մենամարտի, որտեղ երկու շարքերը կանգնած են միմյանց դիմաց, հետո իրենք փոխվում են տեղերով, կանայք եւ տղամարդիկ առանձին, եւ նրանք գրեթե չեն դիպչում միմյանց։ Կնոջ եւ տղամարդու հպումը շատ անմեղ է, իրենք միայն մատերով են դիպչում միմյանց, խոնարհվում են, պտտվում են տեղերում, եւ պարը այսպիսով մի ծիսակատարությունը, որը նշանակում է իշխանի, բդեշխի իշխանությունը այս տարածքում։ Անցնում է մի քանի դար եւ փոխվում է ինչը։ Զարմանալիորեն պարը շարունակում է կախվածության մեջ մնալ աշխատանքի տեսակներից։ Զարգանում են մանուֆակտուրաները, անիվը, առաջին պարզունակ մեխանիզմները, որոնք արագացնում են արտադրությունը, անսպասելիորեն սկսում են ազդել պարի վրա։ Եվ ես չեմ կարծում, որ պարողները, ասենք 16-17-րդ դարերում գիտակցում են այդ փոփոխությունները, բայց նրանք կամա թե ակամա գրեթե բնազդորեն ենթարկվում են այդ փոփոխություններին։ Առաջին բուրժուական պարը դա վալսն է։ Վալսը երբ կատարում է երկու զարմանալի բան։ Առաջինը տղամարդիկ կարող են արդեն գրեթե գրկել կանանց, ավելին անծանոթ կանանց։ Պատերազմ եւ խաղաղություն Տոլստոյի աշխարհահռչակ վեպի պարահանդեսի տեսարանը շոկ է առաջացնում տեսարանի մասնակիցներին մոտ, երբ իշխան Բոլկոնսկին երկրորդ անգամ հրավիրում է Նատաշա Ռոստովային պարի եւ գրկելով նրան, նրանք սկսում են պտտվել, շրջվել այդ նոր վալս պարի մեջ եւ շոկը նրանում է, որ տղամարդը, հասուն տղամարդը երկրորդ անգամ է հրավիրում նույն կնոջը եւ դա արդեն գրեթե ամուսնության առաջարկ է եւ դա այդպես էլ գնահատվում է հասարակության կողմից, բայց մեզ համար ավելի հետաքրքիր ու կարևոր է այն, որ նրանք նոր տեսակի պար են ապրում։ Այդ վալսը ոչ միայն սեռական հարաբերությունների ավելի բարդ եւ ավելի անկեղծ, ավելի ցուցադրական տեսակ է դառնում, երբ տղամարդը գրկում է կնոջը մեջքից եւ պտտվում է։ Այդ պտույտն է շատ հետաքրքիր, որովհետեւ զարմանալիորեն այդ պտույտը արտացոլում է
այն ժամանակվա արտադրության, մանուֆակտուրայի, այդ պտուտակների, այդ նոր մեխանիզմների շարժումները։ Կրկնում եմ, ազնվականությունը դժվար թե մտածեր, որ իրենց ծառաների շարժումներն են կրկնում, բայց դա բնազդորեն այդպես էր։ Ապացուցելու համար դա ես հիշեցնեմ, որ եւս մեկ դար անց 20-րդ դարի սկզբին, երբ առաջանում է առաջի կոնվեյերը, եւ դուք միգուցե հիշում եք Չապլինի Նոր ժամանակներ հանճարեղ ֆիլմը, երբ Չապլինը ծաղրում է, հեգնում է եւ լացում է պաստորեն մարդու որպես մեխանիզմի կցորդի դերը, երբ նա կատարում է ինչ որ անհեթեթ թվացող շարժումներ, որոնք կրկնում են այդ մեխանիզմների շարժումները։ Հիմա հիշեք այդ ժամանակի ամենատարածված պարերը, միգուցե դուք գիտեք այդ մասին, եթե չէ, դրանք Չարլստոնն են, Ֆոքստրոտը, Two-step-ը եւ այդ շարժումները, մեխանիկական շարժումները հիշեցնում են այդ մեխանիզմների շարժումները, նոր սարքերի, կոնվեյերի, մեխանիզացված, ավտոմատիզացված շարժումները։ Իհարկե, բոլորը չէ, որ ապրում էին այսպես, եւ մարդկանց անհրաժեշտ էր բացի այդ մեխանիզացված շարժումներից նրանց պետք էր ցույց տալ ոչ միայն աշխատանքի նոր տեսակները, այլ նաև սեռական հարաբերությունների, տղամարդու եւ կանանց միջև հարաբերությունների նոր տեսակը, եւ առաջանում է միաժամանակ տանգոն, անչափ էրոտիկ պարը, որի մասին շատ լավ ասել է ռուս բանաստեղծ Մայակովսկին, երբ տեսել էր իր բեմադրություններից մեկի փորձը Մերխոլդի թատրոնում եւ այնտեղ տանգո էին պարում, նա իր բաս ձայնով ասաց Մերխոլդին, եթե այս դերասանը ազնիվ մարդ է, այս պարից հետո նա պարտավոր է ամուսնանալ կնոջ հետ։ Այո, տանգոն իհարկե անչափ անկեղծ է, մեղմ ասած։ Տանգոնի միջայլոց բավական հետաքրքիր պար է նաև այն պատճառով, որ դա ոչ միայն գեր էրոտիկ պար է, ասում են, որ Արգենտինայում, որտեղ տանգոն առաջացել է, դա սկզբից պարել չէր, դա կռվից առաջ երկու տղամարդկանց դանակները հանած մի յուրահատուկ խոսակցություն էր, երբ որ նրանք սպառնում են միմյանց եւ մինչև հարված հասցնելը շրջում են իրար կողքի աչք-աչքի նայելով կպած իրար եւ պատրաստվում են առաջինը հարված հասնել եւ ասում են, որ դե դա բնականաբար Արգենտինան ծովային երկիր էր եւ նման կռվերը նավաստիների կամ այլ տղամարդկանց միջև տեղի են ունենում նախ եւ առաջ նավահանգիստներում, իսկ նավահանգիստները դրանք մեղրով են կսած, որովհետեւ այնտեղ կանայք գալիս էին մարմինները վաճառելու համար եւ կանայք հասկանալով, որ հիմա նրանց հնարավոր հաճախորդները հիմա կսպանեն միմյանց, նրանք մտնում էին այդ կռվի մեջ եւ երկուսին էլ գրկելով, հետո ընտրելով մեկին, պարով իրենց մարմիններով սկսում էին առանձնացնել այդ մահացու, մահաբեր արդեն հասունացող կռիվը։ Այսպես էր ծնվել տանգոն, էրոտիկ, վտանգավոր, անչափ անկեղծ եւ գրեթե ցուցադրաբար, գրեթե անբարոյական այն ժամանակ համարվող մի պար, որը պահպանվել է մինչև հիմա, ուղղակի տեսակներն են փոխվել, հիշեք լամբադան, եւ դուք կհասկանաք, որ տանգոն չի կորել։ Այսպես ուրեմն վալսը տեղափոխվեց տանգոյի, տանգոն ուրիշ բանի, բայց մեզ նաև հետաքրքրում է ինչպես է շարունակում փոխվել աշխատանքի տեսակները արտացոլող պարի տեսակը եւ մենք առաջին համաշխարհային պատերազմից Ֆոքստրոտի, Չարլստոնի, Կանկանի ժամանակից տեղափոխվում ենք երկրորդ համաշխարհային պատերազմ, երբ դրանից անմիջապես հետո իսկ պատերազմները ցավոք սրտի միշտ առաջացնում են տեխնիկական առաջընթաց,
ցավոք սրտի թե բարեբախտաբար, եւ բոլորովին նոր մեքենաներ, մեխանիզմներ են մտնում, որոնք արդեն շատ կտրուկ արագացնում են եւ ավելի արդյունավետ են դարձնում աշխատանքը, եւ այդ սարքերը, այդ հաստոցները իրենք դղրդում են, իրենք պտտվում են, իրենք կոտրատվում են եւ առաջանում են համապատասխան պարեր, որ արտացոլում են այդ շարժումները եւ այն մարդկանց շարժումները, որոնք այն բանվորների շարժումները, որոնք սպասարկում են այդ սարքերը, եւ առաջանում է չզարմանաք twist-ը, ինչը անգլերեն նշանակում է պտտվել, shake-ը, ինչ անգլերեն նշանակում է գրեթե դա, ասենք կոտրատվել, եւ rock-and-roll-ը ի վերջո, որը ամփոփում է այդ ամբողջ զարգացումը իր բացարձակապես նոր ձայների մեջ, որոնց մեջ կարելի է լսել եւ էքսկավատորների եւ տրակտորների եւ ամբարձիչ կռունկների եւ բեռնատարների եւ մնացած այլ նոր մեխանիզմների ձայները, նավահանգստների, մեքենաների, ինքնաթիռների այդ նոր ձայնը, որը առաջանում է այս մոլորակում, կուտակվում է rock-and-roll-ի մեջ։ Եվ ես այստեղ պարզապես չեմ կարողանա ցույց տալ, բայց դուք հաստատ հիշում եք ինչպես են պարում rock-and-roll-ը։ Եվ կրկնում եմ, կամա թե ակամա այդ պարով մարդիկ կրկնում են իրենց աշխատանքի, աշխատավայրի, աշխատանքային պլաստիկան։ Առաջիններից մեկը իմիջիալոց այդ հնչյունը դեռևս rock-and-roll-ից առաջ լսեցին երաժիշտները իհարկե, եւ օրինակ Մորիս Ռավելի Բոլերոն, որը նա գրեց տեքստիլ ֆաբրիկա այցելելուց հետո եւ այդ սարքերի շարժումները տեսնելուց հետո պամ պապապապամ պապապապամ պամ պամ պապապապամ պապապ հիշում եք, այսինքն երաժշտությունը եւ պարը արտացոլում են աշխատանքը, արտացոլում են պատերազմը, արտացոլում են սեքսը, դարեր շարունակ եւ մինչև վերջերս։ Ժամանակի սղության պատճառով ես շատ արագ ասեմ, ինչին մենք հասանք 20-րդ դարի վերջին տարիներին, երբ առաջացան նոր տեխնոլոգիաներ եւ նախ եւ առաջ համակարգչային, կոմպյուտերային։ Իմ սերունդը դեռ հիշում է 80-ական թվականներին շատ տարածված եւ սիրված առաջին կոմպյուտերային խաղերը, դա շատ պրիմիտիվ թվացող եւ շատ աղքատիկ կոմպյուտերային գրաֆիկա ունեցող Մարիոյի կամ ֆուտբոլային կամ ասենք ինչ-որ կրակոցների հետ կապված խաղեր են, որտեղ մարդուկները նկարած շարժվում էին շատ անհեթեթ, որովհետև կրկնում եմ, գրաֆիկան, անիմացիան դեռ շատ պարզունակ էր, պրիմիտիվ, կոմպյուտերները դեռ այդքան արագընթաց չէին, եւ հանկարծ այդ պահին առաջանում է մի նոր կուռք, որը իր շարժումներով, իր պլաստիկայով, դինամիկայով, իր ձայնով, իր տեսակով, անգամ արտաքինով դառնում է համաշխարհային կուռք, ինչու, որտեղ նա արտացոլում է մարդկանց բնազդային ենթագիտակցական պատկերացումները այդ ժամանակվա պլաստիկայի եւ շարժումների դինամիկայի մասին։ Դա Մայքլ Ջեքսոնն է։ Իր լուսնոտի քայլվածքը, որը բոլորովին նոր բան չէր, ասենք 60-ական թվականներին նույն ձևով պարում եւ շարժվում էր անճարեղ Ջեյմս Բրաունը, բայց 60-ական թվականներին դա ավելի շատ զվարճալի էր, իսկ 80-ական, 90-ական թվականներին, երբ բարձրացավ Մայքլ Ջեքսոնի աստղը, մարդիկ չգիտակցելով ենթագիտակցաբար ընկալեցին, որ Ջեքսոնը իրականացնում է, բեմադրում է այն խաղերը եւ այն աշխատանքի ոճը, որը տարածվեց 20-րդ դարի վերջում, կոմպյուտերային խաղերի, կոմպյուտերային ծրագրերի այդ շարժումները, այդ ոճը, այդ ձայնը, այդ շարժուձևը, պլաստիկան։ Ես չեմ կարծում, որ Մայքլ Ջեքսոնը գիտակցում էր դա, բայց հանճարեղ կերպով նա ընկալեց եւ իրենով արտացոլեց դա, անգամ այն, որ նա փոփոխեց իր տեսքը եւ նա ոչ սև էր, ոչ սպիտակ, ոչ կին էր, ոչ տղամարդ, հիշեք նրա արտաքինը, նա գրեթե անդրոգին էր, նա փորձում էր
դուր գալ բոլորին, նա փորձում էր լինել այն, ինչ մենք բոլորս ենք մեզնից ներկայացնում մարդկությունը, սև ու սպիտակ, դեղին ու կարմիր, տղամարդ եւ կին, անդրոգինները, տրանսգենդերները, Մայքլ Ջեքսոնը նվիրեց իրեն մեզ եւ անհայտացավ, նա չդիմացավ այդ ճնշմանը։ Ես մի փոքր կանգնեցի Ջեքսոնի երևույթի վրա, որովհետեւ Մայքլ Ջեքսոնը փակեց 20-րդ դարի այդ արագ փոփոխվող տեխնոլոգիաների, կոմպյուտերային աշխատանքային տեսակի հասցրած բարեփոխումները։ Նոր բան դեռևս չկա նոր ոճ, նոր պար, նոր երաժշտություն։ Մենք ապրում ենք մի մեծ պաուզայի մեջ, մենք կանգնած ենք ահռելի մեծ փոփոխությունների շեմին եւ այսօր ես պարզապես փորձեցի մեր այս զրույցների երրորդ մեր հանդիպման ժամանակ ամփոփել այն, ինչ մտածում եմ բարի մասին մարդկային եւ մեր ազգային պատմության մեջ։ Եթե ձեզ հետաքրքիր են իմ զրույցները, խնդրում եմ բաժանորդագրվեք, այստեղ տեսնում եք ինչպես կարելի է օգնել մեր թիմին, մեր գաղափարախոսությանը, ինչպես կարելի է օգնել Եվրոպական Հայաստանի իրականացման մեր ընդհանուր աշխատանքին։ Շնորհակալություն, շուտով կհանդիպենք նորից։